Սիրելի ժողովուրդ, սիրելի հայաց, կարծում եմ ձեզ համար արդեն լրիվ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը իրոք դրժեց իր հեղափոխական վերջին խոստումը չկեղծել ընտրությունները եւ կեղծեց դրանք օգտագործելով բազմապիսի հմտություններ, բազմապիսի ընտրակեղծիքներ, օրինակ, կա ակնհայտ արձանագրված փաստ, որ երեկոյան ժամը 8-ից հետո Մեղրիում ընտրատեղամաս է բացվել, որպեսզի զինվորները կարողանան քվեարկել։ Իդեպ ինչ է ասում կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամենաոսկեղենիկ եւ հասկանալի հայերենով խոսող ձուկը նախագահան, ասում է դե բա ինչ անենք, բա հավաքված էին այդտեղ, չթողնենք նես, այսինքն մի հատ տրամաբանությունը պատկերացրեք, այսինքն եթե այդտեղ 10,000 հոգի մարդ կանգնած լիներ, ինքը 10,000-ի համար է դռները բացելու էր քվեարկելու, այսինքն դա հնարավոր է, այդպիսի բան կարելի էր, ինչը օրենքի կոպտագույն խախտում է, հարգելի ընդդիմություն, չճանաչեք այս ընտրությունների լեգիտիմությունը, չճանաչեք այս ընտրությունների արդյունքները, պահանջեք վերանայել արդյունքները, պահանջեք նոր ընտրություններ կոնկրետ տեղամասերում, Բարգավաճ Հայաստանի հարգելի ընկերներ, դուք պարտավոր եք վերականգնել ձեր ձայները, անցնել անցողիկ շեմը եւ նույնպես հրաժարվել մանդատներից։ Նիկոլ Փաշինյանը 64 մանդատ չպետք է ունենա, ժողովուրդ ջան, այս ամենակարևոր բանն է, հարգելի ընդդիմություն, սկսեք իրար հետ քննարկել այս ամեն ինչը, որպեսզի ընդհանուր լուծման գաք։ Այդ սահմանադրական կարգով առաջնորդվելը, դիմել սահմանադրական դատարան նման բան իմաստ չունի ուղղակի անելը, որովհետև Հայաստանի քաղաքական պատմության մեջ առաջի անգամ սահմանադրական դատարանի բոլոր դատավորները նշանակվել են Նիկոլ Փաշինյանի օրոք, Նիկոլ Փաշինյանի կողմից։ Շատ կարևոր բան եմ ասում։ Ռոբերտ Քոչարյանի օրոք սահմանադրական դատարանում եղել են դատավորներ, որոնց նշանակել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Սերժ Սարգսյանի օրոք սահմանադրական դատարանում եղել են դատավորներ, որոնց նշանակել էին թե Լևոն Տեր-Պետրոսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա այս վերջին 8 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը սահմանադրական դատարանը իր սիրած լեզվով ասեմ պատգոնկա է արել, պատսիբիա, այսինքն անիմաստ է սահմանադրական դատարանի հետ ինչ-որ հույսեր կապել, ժողովուրդ ջան, սկսեք պարզ քայլերից, նախ պետք է կոնկրետ տեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել, եթե պետք է նոր ընտրություններ կազմակերպել ու չհամակերպվել, չվերցնեք մանդատները։